Ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից հաճախակի հայտարարություններ են հնչում, որ Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը եւ վերջնական որոշում կայացնի հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ։ Այս հայտարարությունների ֆոնին առաջանում է կարևոր հարց. ինչու է Ռուսաստանը ցանկանում, որ Հայաստանը հնարավորինս արագ որոշի, մնում է կազմակերպության կազմում, թե դուրս է գալիս դրանից։ Ռուսական կողմը Երևանից սպասում է ՀԱՊԿ-ին մասնակցության վերաբերյալ որոշման ընդունմանը, կամ նրանք մնում են կազմակերպությունում, կամ նախընտրում են այլ սցենար։ Պետք է մեզ այդ մասին հայտնեն։ Այնտեղ ոնց որ տեխնիկապես իրանք նույնիսկ հնարավորություն ունեն Հայաստանին զրկել անդամակցությունից, ու ես չեմ բացառում, որ ինչ-որ մի փուլում դες բան կարող լինի։ Այստեղ գործնականում Հայաստանը պրակտիկորեն շատ բան չի կորցնի, որտեղ փաստացի չի մասնակցում կառույցի աշխատանքներին։ Վերջին տարիներին Հայաստանը ակտիվացրել է համագործակցությունը Եվրոպական միության անդամ երկրների հետ, սակայն ներկայումս չկա որևէ իրատեսական հեռանկար, որ Հայաստանը կարող է մոտ ապագայում անդամակցել այնպիսի ռազմական դաշինքի, ինչպիսին է ՆԱՏՕ-ն։ Հետևաբար անվտանգության նոր համակարգի ձևավորումը ամենայն հավանականությամբ հիմնված կլինի երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցությունների վրա, այլ ոչ թե մեկ ընդհանուր ռազմական դաշինքի անդամակցության։ Լավ կլներ, որ Հայաստանը ինտեգրված լիներ ինչ-որ կառույցի մեջ, որը իր աշխատավորել անվտանգությունը եւ բայց բացատրի տես կառույցներ բացի ՀԱՊԿ-ից մեկ էլ ՆԱՏՕ-ն է, առանձնապես Հայաստանին այնպես չեն սպասում նախ, երկրորդը իրանք ընդհանրապես սկզբունքայինորեն չեն ընդունի Հայաստանին, որտեղ դա պոտենցիալ իրանց համար կնշանակի կոնֆլիկտի մեջ ներգրավել Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ։ ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները որոշ ռուս փորձագետներ կանխատեսում են ռազմական էսկալացիա Հարավային Կովկասում։ Դրանց հիմքում տարբեր գնահատականներ կան։ Մի կողմից տարածաշրջանում շարունակում են պահպանվել չլուծված հակասություններ եւ անվտանգության խնդիրներ։ Մյուս կողմից Ռուսաստանում շատ է նշվում, որ Արևմուտքի եւ Եվրոպայի աջող քաղաքական ու անվտանգային ներկայությունը Հարավային Կովկասում կարող է ուժեղացնել աշխարհաքաղաքական մրցակցությունը։ Բայց ավելի դա էլի ճնշում կլինի, այլ ոչ թե լայնացավալ պատերազմ։ Ավելի քարոշչական բնույթի հայտարարություններ են, որտեղ դե կոնֆլիկտը պիտի կողմեր ունենա։ Ով են այդ կողմերը։ Թուրքիայի, Ադրբեջանի մասով այս պահին առնվազն իրանք ոնց որ չեն ձգտում այդ տարբերակի։ Ինքը Ռուսաստանը ինչ որ ձև այդտեղ փորձի ուժային ճանապարհով ազդել, դե իրանք հիմնականում Ուկրաինայով են զբաղվում։ Հետագա զարգացումները մեծապես կախված են տարածաշրջանային անվտանգության միջավայրից, Հայաստանի նոր գործընկերությունների խորությունից եւ այն ռազմավարությունից, որը կընտրի պետությունը սեփական անվտանգության ապահովման համար։ Դատական ատյաններում քննվող գործերի ավարտին տարիներով սպասելը ըստ մասնագետների Հայաստանում նոր երևույթ չէ, սակայն այժմ խնդիրը ստացել է նաև միջազգային իրավական գնահատական։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանի վերաբերյալ նախադեպային վճռով արձանագրել է, որ երկրում առկա են դատական վարույթների անհիմն ձգձգումներ եւ դրանց դեմ արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների բացակայության համակարգային խնդիրներ։ Եվրոպական դատարանը առաջին անգամ չէ, որ երկրի օրենսդրության մեջ համակարգային խնդիրներ է տեսնում եւ պետությանը առաջարկում է կատարել օրենսդրական փոփոխություններ եւ ապահովել արդյունավետ դատական քննություններ եւ առհասարակ արտադատության համակարգը։ Իսկապես մեզ մոտ բավականին երկար է տևում գործի քննությունը եւ ցանկացած գործի քննություն անգամ այն գործերը, որոնք պետք է բավականին կարճ ժամկետում քննեն, կարող են տարիներ տևել եւ սա իհարկե չի կարող անդի շահերից ելնել։ Երկու ընտանիքի ներկայացրած գանգատների ուսումնասիրությունից հետո միեդը պարզել է, որ քաղաքացիական եւ վարչական գործերը դատական ատյաններում դեգերել են շուրջ 7-ից ավելի քան 13 տարի։ Դատարանը եզրակացրել է, որ նման ժամկետները չեն համապատասխանում մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ողջամիտ ժամկետի պահանջին։ Վճռով միեդը ոչ միայն խախտում է արձանագրել, այլև Հայաստանի իշխանություններին համակարգային խնդրի լուծման համար ցուցումներ է տվել։ Փաստաբանների գնահատմամբ Եվրոպական դատարանի նմանատիպ որոշումները նախկինում եւս Հայաստանին հարկադրել են գնալ օրենսդրական փոփոխությունների։ Նախկին օրենսդրությամբ թույլ է տրվում, որ քրեական գործը նախաքննությունից հետո երբ գնում է դատարան, դատարանները գործը վարույթ ընդունելու ընդամենը մեկ նախադասությամբ նշում են, որ օրինակ կալանքը թողնել անփոփոխ, առանց անձին տեսնելու, առանց որևէ քննություն իրականացնելու, այլ ուղղակի անորոշ ժամկետով երկարացվում է։ Եթե Եվրոպական դատարանը այդ հարցը չբարձրացնել եւ չտեսնել այդ խախտում, կարծում եմ մենք մինչ օրս կունենայինք այդ իներցիոն որոշումները։ Միջազգային իրավունքի մասնագետները ընդգծում են, որ խնդիրը նոր չէ, Հայաստանի հասցեին նմանատիպ դիտողություններ հնչել են նաև միջազգային մոնիթորինգային այլ կառույցների կողմից։ Մասնագետների դիտարկմամբ խնդրի հիմնական պատճառներից մեկը դատարանների ծանրաբեռնվածությունն է, ինչպես նաև երկարատև ու բարդ ընթացակարգերը։ Հայաստանը միշտ զեկուցում է, որ փորձում է միջոցներ ձեռնարկել ու չեմ կարծում, որ հարցը հիմա այնքան ասրված, որ ինչ-որ սանկցիաներ Հայաստանի սպառնանել են։ Ընդհանրապես այդ որոշումը
ասած ազդանշան է, որ ի վերջո դուք պետք է այդ օրենքը ընդունեք։ Բոլորին հայտնի է, որ Հայաստանում դա լուրջ խնդիր է։ Արվում է, ես չեմ ասում ոչինչ չանում։ Ուղղակի անդադ դիմների քանակը դատաներում ավելանում է։ Մասնագետները նշում են նաև Հայաստանի դատական համակարգում դեռևս գերակայողը բյուրոկրատական ընթացակարգերն են, որոնք հաճախ դանդաղեցնում են գործընթացները հավելյալ բեռ ստեղծելով քաղաքացիների համար։ Նրանց խոսքով որոշ դեպքերում նկատվում են նաև ավելի ճկուն եւ գործնական մոտեցումներ։ Օրինակ դատավորների օգնականները կողմերի նիստի հետաձգման մասին նախապես տեղեկացնում են հեռախոսազանգով կամ հաղորդագրությունների միջոցով։ Մասնագետների գնահատմամբ դատական համակարգի արդյունավետությունը միայն կայացված վճիրներով չի պայմանավորվում։ Պակաս կարևոր չէ, որ արդարադատությունը հասանելի լինի նաև ողջամիտ ժամկետներում, իսկ միեդի այս որոշումը ըստ մասնագետների հերթական ազդակն է առ այն, որ խնդրի լուծումը հետաձգելու հնարավորություն այլևս չկա։ ԵԱՏՄ չկա, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կառավարության շենքում, իսկ այդ տեսակետը այսպես բացատրեց. ԵԱՏՄ-ն ինչ է, ԵԱՏՄ-ն 4 սկզբունք է՝ ապրանքների ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ հոսք։ Եթե չկա այդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն։ Ասենք լավ է, այս կարա մի ամիս խնդիր լինի, լավ 2 ամիս կարա խնդիր լինի, լավ 3 ամիս կարա խնդիր լինի, 4 ամիս եթե այդ խնդիրը դեռ կա, նշանակում է ԵԱՏՄ չկա։ Որպես իր մտքի հավելում ու ԵԱՏՄ-ից անկախության ապացույց վարչապետը շեշտեց. մայիս ամսին Հայաստանը 11% տնտեսական ակտիվության ցուցանիշ է ունեցել։ Ես ասել եմ, մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր մեր առաջ չենք դրել։ Պարզապես եթե այս հարցերը չկարգավորվեն, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու անխուսափելի։ ԵԱՏՄ-ի շուրջ աղմուկի ֆոնին առաջիկայում Հայաստան է այցելելու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Օրակարգային առաջնահերթ հարցերից մեկն է լինելու հայկական գյուղատնտեսական արտադրանքի մուտքի հնարավորությունը Եվրամիության շուկա։ Հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Հայաստանից արտահանման թեմայով անդրադարձեր արվել նաև էկոնոմիկայի նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով հանրապետությունում արկա ողջ բերքը այս փուլում իրացվում է կամ սպառվելով ներքին շուկայում, կամ ուղղվելով արտահանման հոսքերին։ Հունիսի առաջին 25 օրերին արտաքին շուկաներ առաքված գյուղատնտեսական արտադրանքի կառուցվածքում բացարձակ առաջատարը հայկական ծիրանը ու կեռասն են։ Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում քննարկվող թոփ թեման շարունակում է մնալ հայկական ապրանքների դեմ Ռուսաստան արտահանման արգելքն ու դրա ունեցած հետևանքները։ Սուպերմարկետներում վերջին օրերին մատչելի գնով մեծաքանակ ծաղիկներ են վաճառվում։ Խոշոր շուկաներում էլ խոսվում է ջերմոցային գյուղմթերքի արժեզրկման մասին։ Լուրեր են տարածվում, որ չնայած կառավարության հայտարարած սուբսիդիոն ծրագրերի մեկնարկին բազմաթիվ գործարաններ լրջագույն ֆինանսական խնդիրների են բախվում, քանի որ սպառման նոր շուկաների հայտնաբերումը օրերի եւ նույնիսկ ամիսների հարց է։ Այս ֆոնին բավականին ակտիվացել են քննարկումները կապված Ռուսաստանի տնտեսական քաղաքականությանը որևէ կերպ պատասխանելու հարցի շուրջ։ Խոսքը պատասխան սահմանափակումների մասին է։ Տարբեր հարթակներում հատկապես բարձրացվում են ռուսական քաղցրավենիքի եւ ալկոհոլային խմիչքների մուտքը Հայաստան սահմանափակելու կամ գլոբալ ռուսական ներմուծումներից աստիճանաբար հրաժարվելու մասին։ Սակայն նախ պետք է սառը մտքով դատելու հասկանալ, թե ամեն տարի միլիարդավոր դոլարների ինչ ապրանքներ են ներկրվում Ռուսաստանից։ Դա էներգետիկ անվտանգությունն է, ինչը եվրոպացիները ազնվորեն ընդունում են, որ իրենք անգամ չեն կարողանում 27 երկրներից որևէ մեկի համար ապահովել էներգետիկ անվտանգություն։ Եվ իրենք թշնամի համարվող Ռուսաստանից այս վիճակում ստիպված են ներկրումներ անել։ Հայաստանը ռազմավարական եւ կենսահումքերի հարցում մեծապես կախված է ռուսական շուկայից, բնական գազի մոտ 85%-ը մատակարարվում է Ռուսաստանից, նույն աղբյուրից են ներմուծվում բենզինը, դիզելային վառելիքը եւ ավիացիոն կերոսինը, մեծամորի ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը նույնպես ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից, նույն կախվածությունն է առկա նաեւ պարենային անվտանգության ոլորտում։ Պարենային անվտանգության առումով երկար ջանքերը սակվեցին ճակերտավոր այն հաջողության, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանից ներկրումի փոխարեն ներկրեցին Եվրասիական տնտեսական միության անդամ մեկ այլ երկրից Ղազախստանից։ Ժամանակին Արցախից ամեն տարի տասնյակ հազարավոր տոնաներով հացազգիներ էին ներկրվում Հայաստան, ինչը անվտանգության բարձիկ էր ստեղծում երկրի պարենային անվտանգության համար։ Նախորդ տարիներին այս բացը որևէ կերպ չփակվեց, մենք պարզապես սկսեցինք ավելի շատ ներկրել Ռուսաստանից։
250-ից 300,000 տոննա ցորեն է ներկրվում։ Ռուսաստանից ներկրվում է մեր բնակչության այդքան շատ սիրելի հնդկաձավարը, ոսպը, սիսերը ամբողջությամբ ներկրվում է Ռուսաստանից։ Ներկրվում է ձեթ, մեծ քանակությամբ։ Ոսպ, սիսեր, սոյա։ Մի խոսքով Հայաստանում վաճառվող հատիկավորների եւ ընդեղենի առյուծի բաժինը ներկրվում է Ռուսաստանից, այսինքն փաթեթավորումը հայկական է, հայկական անվանումով, բայց ներսի հումքը ռուսական է։ Սա վերաբերում է նաեւ անասնակերին, այսինքն կերը կարող է պատրաստել հայաստանյան ընկերությունը, սակայն այդ կերի համար անհրաժեշտ հումքը բերվում է Ռուսաստանից, այսինքն այն թե ինչ արժեք կունենա ձուն, հավի, խոզի կամ տավարի միսը մեծապես կախված է ներկրված ռուսական հումքից։ Մեծամասամբ ներկրվում է Ռուսաստանից գարին, ցորենը, եգիպտացորենը։ Այս համատեքստում պետք է նորից հիշել, որ Հայաստանում մոտ 200,000 հեկտար գյուղնշանակության հողատարածք չի մշակվում։ Ցանքատարածքները հացազգիների նախորդ տարիներին նույնիսկ նվազել են։ Մարդկանց համար ձեռնտու չէ ցորեն կամ գարի աճեցնելը։ Այսինքն այս դաշտում մենք պետք է նախորդ տարիներին մեծ աշխատանք կատարեինք ինքնաբավության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի հիմա ստիպված չլինեինք արձանագրել մեծացած կախվածությունը ռուսական հումքի ներկրումներից։ Ամառային շոգ օրերին մարդիկ դառնում են ավելի անհամբեր, իսկ առօրյա տարաձայնություններն էլ շատ հաճախ վերաճում են լուրջ վեճերի։ Սա ըստ դիտարկումների։ Մասնագետները սակայն այդ ամենի մեջ պատճառահետևանքային կապ են տեսնում։ Նրանց գնահատմամբ բարձր ջերմաստիճանը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն մարդու ինքնազգացողության, այլև վարքագծի վրա։ Միջազգային մի շարք ուսումնասիրություններ արձանագրել են օդի ջերմաստիճանի բարձրացման եւ ագրեսիվ դրսևորումների միջև կապը։ Քրեաբանության մեջ բացատրվում է առօրյա գործունեության տեսությամբ։ Ինքնատակ եղանակին մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում տնից դուրս հանրային վայրերում, օգտագործում են ալկոհոլ։ Սա միջազգային պրակտիկան է, եւ մարդկանց միջև նման իրավիճակում շփումներն ու սոցիալական փոխազդեցությունները շատանում են, ինչը ինքնաբերաբար կարող է մեծացնել պոտենցիալ կոնֆլիկտների հավանականությունը։ Իրավապաշտպաններ ուշադրություն են հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ամռանը կարող են ավելանալ ոչ միայն անձի, այլև սեփականության դեմ ուղղված հանցագործությունների հնարավորությունները։ Նրանց կարծիքով բնակարանների բաց պատուհանները, արձակուրդների պատճառով դատարկվող տները եւ մարդկանց բացակայությունը երբեմն լրացուցիչ պայմաններ են ստեղծում իրավախախտումների համար։ Ընտանեկան բռնության պարագայում տանը փակված տարածության մեջ ֆիզիկական անհարմարավետության պայմաններում շոկը մեծացնում է ագրեսիան ընտանիքի անդամների հանդեպ։ Խուլիգանությունն ու ճանապարհային ագրեսիա նաև նմանատիպ թեզ կամ արդեն, որը զարուսներն ավելի անհամբեր են դառնում, հեշտությամբ բորբոքվում են եւ կոնֆլիկտի մեջ են մտնում, օրինակ շփոթումների ժամանակ կամ ազդանշաններ տալու դեպքում։ Մասնագետների ուսումնասիրությունների համաձայն օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ հաճախ աճում են նաև սպանությունների, դիտավորյալ մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնի հանցագործությունների դեպքերը։ Բարձր ջերմաստիճանը ըստ դիտարկումների կարող է նվազեցնել մարդկանց ինքնատիրապետման մակարդակը, նպաստել գրգռվածության ու ստրեսի խորացմանը։ Մասնագետների խոսքով դրանց զուգահեռ կարող է առաջանալ ջրազրկում, քնի խանգարումներ եւ հոգնածություն, գործոններ, որոնք ազդում են հուզական կայունության վրա։ Եթե օրինակ մարդիկ ավելի ոգեկրթված են եւ կարողանում են ճիշտ հուզական թուլության, անհարմարավետության պայմաններում իրենց արագ բերել կառավարելիության դաշտ, հասկանալ ինչի հետևանքով է դա տեղի ունեցել, կարողանան օրինակ որոշակի շտկումներ իրականացնել, ավելի հեշտ դուրս կգան այդ իրավիճակից, քան այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես հուզական անկառավարելիության տակ են գտնվում։ Մասնագետները նշում են, որ մի շարք երկրներում իրավապահ մարմինները հանցավորության կանխարգելման ռազմավարությունները մշակելիս հաշվի են առնում նաև եղանակային գործոնի ունեցած ազդեցությունը։ Հատկապես ամառային շոկ ամիսներին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կազմակերպում հանրային վայրերում, զբոսայգիներում, ժամանցի գոտիներում եւ այն թաղամասերում, որտեղ սոցիալական լարվածության կամ բռնի միջադեպերի ռիսկն ավելի բարձր է գնահատվում։ Մասնագետները նշում են, որ շոկ եղանակը ինքնին հանցագործության պատճառ չի հանդիսանում, սակայն կարող է նպաստել այնպիսի պայմանների ձևավորմանը, որոնք մեծացնում են լարվածությունն ու կոնֆլիկտների առաջացման ռիսկը։ Այդ պատճառով առաջարկվում է լինել առավել զուսպ ինչպես կենցաղում, այնպես էլ հանրային վայրերում։